Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Թուրքական ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք գտնվում են երկրի դրսում, տարածում են մի կարևոր փաստաթուղթ, վերլուծություն ինչ-որ առումով, որը վերաբերվում է նրան, որ Թուրքիան իրականում պատրաստվում է Իսրայելի վրա հարձակվելու համար եւ պատերազմի համար, եւ դրա բազմաթիվ տվյալներ են բերում, որ այս պատրաստողական գործողությունները իրանք իրականում թաքուն են տեղի ունենում եւ Թուրքիան թաքուն, բայց փորձում է ամեն ինչ անել, որ պատրաստ լինի այդ պատերազմի համար։ Սկսենք նրանից, որ մենք ձեր հետ բավականին հաճախ եւ ուրեմն խորքային քննարկել ենք իհարկե այդ հարցը, որովհետեւ տարբեր վերջի փուլում, տարբեր ժամանակահատվածներում, վերջի տարիների ընթացքում սրվում էին հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջև եւ նաեւ օրերս մենք ձեր հետ միասին նորից նույնիսկ քննարկեցինք այդ հարցը, երբ վիրավորանքներ հնչեց Անկարայից դեպի Երուսաղեմ, հակառակ ուղղությամբ հետո, երբ սպառնալիքներ էր հնչում, եռակողմ դաշինք էր ձևավորվում, արդեն գիտեք, ուրեմն Իսրայել, Կիպրոս, Հունաստան, զուգահեռ դրա Թուրքիան է ակտիվացրել իր ուժերը Սիրիայում, Լիբանանի հատվածում, նաև հյուսիսային Կիպրոսում։ Այդ ամենը իհարկե շատ կարևոր բաղադրիչներ են, բայց հիմա մենք խոսենք մի ուրիշ հատվածի մասին, այսինքն Թուրքիան իրական ինչ քայլեր է անում պոտենցիալ ռազմական գործողությունների համար նախապատրաստվելու համար։ Առաջերտին պետք է ասեմ, որ 2016-ից արդեն, երբ հեղաշրջումը Թուրքիայում ռազմական տեղի ունեցավ եւ տապալվեց, մենք տեսանք, որ Թուրքիայում լրջագույն փոփոխություններ տեղի ունեցան նաեւ զինված ուժերի կառավարման համակարգում եւ Էրդողանը բացահայտ հանեց ՆԱՏՕ-ին եւ Արևմուտքին հավատարիմ, այսպես ասեմ, զինված ուժերի ներկայացուցիչներին, իսկ հիշեցնեմ ձեզ, որ Թուրքիայում ամենակարևոր իրականում համակարգը, որը գոյություն ունի, դա զինված ուժերն են։ Զինված ուժերի վրա է հիմնված մնացած ամեն ինչը եւ պետք է արձանագրել իհարկե, որ Էրդողանը փոխեց այդ զինվորներին արևմուտքի հետ եւ ՆԱՏՕ-ի հետ կապված զինվորներին ազգայնականների, այսինքն թուրքական ազգայնականության եւ իսլամիստների, այսինքն կրոնական ռադիկալների հետ ռադիկալներով եւ ազգայնականներով, այսինքն փոխարինեց զինված ուժերում բարձր պաշտոնյաներին, ինչը ի վերջո բերում է իհարկե նրան, որ թե ինչպիսի իրավիճակ է ձևավորվել զինված ուժերում, հիմա դրա մասին մանրամասն կխոսենք։ Բացի դրանից ակտիվացել է նաեւ համագործակցությունը վերջի տարիների ընթացքում Համասի հետ եւ Համասի ներկայացուցիչները այդ տերորիստական խմբավորման ակտիվորեն գտնվում են ուրեմն Թուրքիայի տարածքում, բայց ամենահետաքրքիրը եւ կարևորն է օրենսդրական փոփոխությունները, որոնք իրականում ես կարծում եմ դա իհարկե Հայաստանի համար էլ շատ կարևոր եւ հետաքրքիր է, մենք պետք է դրա մասին տեղյակ լինենք, բայց իհարկե ուղիղ նաեւ կապ ունեն Իսրայելի հետ, այսինքն ինչպիսի իրավական հիմա համակարգ կա Թուրքիայում, երբ մենք խոսում ենք ռազմական գործողությունների մասին եւ պետությունը դեպի լայնածավալ պատերազմ անցկացնելու մասին։ Սա շատ կարևոր հարց է։ Հիմա մանրամասն կքննարկենք այս եւ ուրիշ կարևոր հետաքրքիր հարցեր։ Առաջերտին հարգելի այրենակիցներ, շնորհակալություն եմ ձեզ հայտնում ալիքին աջակցելու համար։ Դրա անելու ամենալավ միջոցն է լայքելը այս վերլուծությունը, բաժանորդագրվելը, ուրեմն գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում, միշտ կարդում եմ, արձագանքում եմ եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա անում են, նաեւ առանձնահատուկ նշանակություն ունի ալիքին անդամակցելը, դա կթողնեմ առաջի մեկնաբանությունում, այստեղ YouTube-ում անդամակցելը կամ եթե YouTube-ում հասանելի չէ, Patreon-ում անդամակցելը շատ կարևոր միջոց է, որի շնորհիվ դուք կարող եք օգնել ալիքի ուրեմն կայուն զարգացմանը եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով արդեն դարձել են անդամ, հուսով եմ դուք էլ կմիանաք եւ կդառնաք ալիքի անդամ։ Հիմա անցնում ենք արդեն բուն թեմային եւ պետք է ասեմ, որ մայիսի 21-ին 2024 թվականի Էրդողանը ընդունել է շատ կարևոր, ստորագրել է շատ կարևոր փաստաթուղթ, որը իրականում լուրջ փոփոխություններ բերեց նաեւ Թուրքիայի զինված ուժերի համակարգում եւ պետք է ասել, որ այդ փաստաթուղթը իհարկե ուրեմն զորահավաքի եւ պատերազմական դրության մասին փաստաթուղթ է թուրքերենից հիմա նաեւ պետք է ճիշտ անունները թարգմանել եւ
այս փաստաթուղթը փոխարինել է 1990 թվականից գործող փաստաթուղթը, որը Թուրքիայում գոյություն ուներ եւ որը ուրեմն բերել է հատուկ նաեւ միջոցներին, տեսեք, առաջի հերթին այս ձևաչափը մշտական պատրաստվածության եւ տոտալ պաշտպանության մասին է, թույլ է տալիս այս հատուկ միջոցները կիրառվեն զինված ուժերի առումով ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև լարվածության կամ ճգնաժամի ժամանակ, նշված է այս փաստաթղթում։ Այսինքն Թուրքիան, եթե մի բան համարի լարվածություն կամ ճգնաժամ, կարող է զինված ուժերի մոբիլիզացում կազմակերպի արդեն ինչպես պատերազմի համար։ Իշխանությունները կարող են առգրավել ռեսուրսներ պետական եւ մասնավոր հատվածներից, ներառյալ խոսքին տրանսպորտային, նավեր, ինքնաթիռներ եւ այլն, որոնք պետք են ապահովել անվտանգությունը։ Բացի դրանից, արդյունաբերությունը, տրանսպորտը եւ ուրեմն նույնիսկ մասնավոր մեքենաները կարող են առգրավել ուրեմն 6-ից մինչև 48 ժամ։ Բացի դրանից, դա շատ կարևոր հիմա մաս է, իշխանության կենտրոնացումը, Էրդողանը կարող է միանձնյա կառավարի տարածքը, այն հատվածը պետության, ինչպես նաև ծավալը մոբիլիզացման, այսինքն զորահավաքի եւ ենթադրի ուրեմն այնպես անի, որ ենթադրի, որ որևէ սպառնալիք կարող է գոյություն ունենա եւ քաղաքացիական հաստատությունները նաեւ ռազմական հնարավորություններին եւ անհրաժեշտություններին ենթարկի, ինչը շատ նաեւ կարևոր վտանգներից մեկն է, հարգելի այնակիցներ, այսինքն միանգամից քաղաքացիական ամբողջ համակարգը կարող է ենթարկվել նախագահին եւ միևնույն ժամանակ դա բերում է նրան, որ ըստ այդ փաստաթղթի բոլոր ոլորտներում ինտեգրում պետք է ունենա, այսինքն փաստաթուղթը կոչ է անում հավաքել տվյալներ ուրեմն արտադրական, կադրային, անձնակազմի, տրանսպորտի եւ կարևորագույն ենթակառուցվածքների մասին, այս տեղեկատվությունները պահվում է ուրեմն կենտրոնական համակարգում եւ կարող են օգտագործվել։ Սա, ինչպես ձեզ ասացի, 2024 թվականի որոշումն է։ Գալիս է հաջորդը, 2025 թվականի մայիսի 1-ի որոշումը, որը նաև ձևավորում է շատ կարևոր ուրեմն ֆինանսական եւ սոցիալական իրավունքների կարգավորող լրացուցիչ կանոնակարգ, ուրեմն փաստաթուղթը երաշխավորում է նրանց վճարումները, այսինքն այդ հատուկ պահեստազորայինների մասին է խոսքը, ըստ իրենց հիմնվելով իրենց ուրեմն զինվորական կոչման վրա եւ փոխհատուցում է նաեւ առաջարկում, եթե իրենք լինեն ռազմական գործողություններում ներգրաված, այսինքն ֆինանսական համակարգի առումով էլ հարցը լուծվել է։ Դրանից հետո արդեն շատ կարևոր է, որ Թուրքիայի իշխանությունները կատարել են հատուկ որոշումներ 2025 թվականի նոյեմբերից, այսինքն հենց հիմա կարելի ասել, վերջերս պարտադիր ապաստարանների մասին օրենք է ընդունվել եւ ուժի մեջ է մտել պահանջ ուրեմն ապաստարանների կառուցելու նոր բնակարանների շենքերում, որոնք ունեն ավելի քան 10 բնակարան, ուրեմն զուգահեռ դրա ապաստարաններ պետք է լինեն հյուրանոցներում, մարզադաշտերում, հիվանդանոցներում եւ բոլոր ուրիշ օբյեկտներում։ Մետրոները եւ ուրիշ հատուկ նաեւ առևտրի կենտրոնները պետք է նախագծված լինեն որպես ապաստարաններ։ Նպատակը ստեղծելն է պաշտպանված տարածքներ բնակչության համար ռմբակոծության կամ նույնիսկ միջուկային հարվածի դեպքում, հարգելիներ։ Բացի դրանից, եւ սա շատ կարևոր է, ուրեմն ռմբապաստարանների կառուցման առումով Middle East Eye-ը այդպիսի պարբերական կա, ուրեմն հաղորդել է, որ 2025 թվականին Էրդողանը հաստատել է ուրեմն ժամանակակից ապաստարանների կառուցում բոլոր
81 մարզում Թուրքիայի։ Որոշումը կայացվել է Իսրայելի պատերազմից հետո Իրանի հետ, ուրեմն այդ հարվածները, որը տեղի ունեցան 2025 թվականին, եւ նպատակ ունի նաեւ այդպիսի ապաստարաններ ձևավորել, ինչպես նաեւ հարվածի դեպքում նախորոք զուշացնող համակարգ։ Բացի դրանից, Թուրքիան որոշել է, որ ձևավորի ուրեմն հատուկ նաև միջոցներ, որոնք վերաբերվում են ուրեմն կառուցելու խոշոր պահեստներ նավթամթերքի համար, որովհետև որևէ ռազմական գործողությունների ժամանակ կարող է նավթամթերքի հետ լուրջ խնդիր ստեղծվի։ Բացի դրանից, Real Clear Defense-ը գրում է, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի խոշորագույն բանակներից մեկն է, 355,000 ուրեմն բանակն է կազմում, այդտեղից 260,000-ը ցամաքային զորքերում։ Բայց իրենց հնարավորությունները իհարկե սահմանափակ են։ Թուրքիայի զինված ուժերը S-400 գնելուց հետո դուրս են մնացել ամերիկյան F-35-ների ծրագրից եւ F-16-ները, որը իրանք ունեն, այս պայծրությամբ բավարար հզոր չեն, հարգելիներ, եւ դա շատ կարևոր է, այսինքն արդիականացված իրականում չեն։ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է ուրեմն հակաօդային պաշտպանության սեփական համակարգներ եւ բացի դրանից շատ ակտիվ նաեւ Թուրքիան ներդրումներ է անում, հարգելի այնակիցներ, ԱԹՍ-ների ոլորտի զարգացման մեջ։ Ես կարծում եմ, որ հիմա մինչև մենք շարունակենք այս հարցի շուրջ խոսելը, ես առաջարկում եմ կարճ նաև քննարկենք 3 հենց Թուրքիայի Բայկար ընկերության կողմից, որը աշխարհում ԱԹՍ-ների արտահանման առումով առաջի տեղն է, կարելի ասել, զբաղեցնում, պատկերացնում եք ինչ հսկայական դեր եւ կարեւորություն ունի, հարգելիներ։ Դա բայրակտարներ արտադրողի մասն է խոսքը գնում։ Ներկայացրեցին նոր համակարգներ, շատ կարևոր եւ շատ խնդրահարույց, ես կասեի, որովհետեւ առաջի հերթին կամիկաձե դրոններ են ներկայացրել, K2 է կոչվում, K2, այսպես թարգմանենք, եւ նաեւ Սիվրիսինեկ հարվածող այդպիսի ԱԹՍ-ներ, որոնք կոորդինացված են արհեստական բանականության շնորհիվ Բայրակտար TB2-ի, TB3-ի եւ Ակինչիի հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ թուրքերը ձևավորում են շատ կարևոր ուրեմն հնարավորություններ, այսինքն տեսեք, առաջի հերթին իրանք ստեղծում են հնարավորություն, որ այդ անօդաչու թռչող սարքերը ինքնավար ուրեմն գործեն եւ դա տեղի է ունենում նաեւ փաստացի արհեստական բանականության օգտագործման միջոցով։ Բացի դրանից մենք տեսնում ենք մարտական կազմավորվածության ուրեմն ձևաչափներ եւ ձևավորումներ, բացի դրանից տեսնում ենք, որ արհեստական բանականության շնորհիվ դերերի բաշխում է տեղի ունենում խմբի ներսում, այսինքն իրենք կարողանում են այդ տարբեր ԱԹՍ-ներից բազմաշերտ խմբեր ձևավորեն եւ եթե մեկ ԱԹՍ-ն դա մեկ ուրեմն հարվածային միջոց է, ապա մենք խոսում ենք նրա մասին, որ այստեղ խումբ է ուրեմն գործում եւ խումբը ԱԹՍ-ների մի խումբը արհեստական բանականության հետ միասին կոորդինացված դա արդեն լուրջ զենք է, լուրջ ռազմական մի զորախումբ, զորամիավորում կարող ենք նույնիսկ համարել։ Պետք է ասել, որ Թուրքիան այստեղ մրցակցում է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ, հարգելիներ։ Հենց այդ երկու պետությունը նաեւ փորձում են ակտիվորեն զարգացնել միջոցները, որոնք վերաբերվում են հենց այս հատվածին։ Բացի դրանից պետք է ասել, որ արհեստական բանականության կառավարումը, կոլեկտիվ ձևավորումը, անօդաչու տրամաբանությունը, որը կարող կառավարվի տարբեր հատվածներից պետությունից, դա շատ լուրջ հնարավորություն է։ Մենք տեսնում ենք նաև, որ այս նոր ԱԹՍ-ներում, որոնց մասին ես խոսեցի, գործում են առանց արբանյակային ուրեմն նավիգացիայի համակարգների եւ օգտագործում են, ինչը շատ հետաքրքիր է եւ կարծում եմ մեր նաեւ արդյունաբերության համար ռազմական
պետք է որ սա ուշադրության կենտրոնում լինի, օգտագործում են ուրեմն տեսողական նավիգացիա եւ արհեստական բանականություն, այսինքն սա մի կողմից իրանք ինչ են տեսնում այդ ԱԹՍ-ները, դա են հաշվի առնում։ Երկրորդը դա արհեստական բանականության միջոցով կարելի է ասել մշակվում է այդ տեղեկատվությունը եւ կոորդինատները գալիս է հենց նրանից, ինչ իրենք տեսնում են, այսինքն համեմատում է քարտեզը եւ իրականությունը, այսինքն դա ավելի լուրջ եւ հատուկ միջոց է, որովհետեւ տեսեք, նույն վաղուց այս GPS համակարգները հեշտությամբ կարելի է խախտել իրենց գործունեությունը եւ դա դարձնում է ԱԹՍ-ն արդեն անհնար որ գործի։ Ուստի արհեստական բանականությունը այդտեղ բերում է այնպիսի հնարավորության, որ առանց GPS-ների են սկսում գործել։ FPV դրոնների տրամաբանությամբ, բայց FPV-ն հատուկ թելով է կապված, իսկ սա առանց թել արհեստական բանականության։ Ես համարում եմ, որ սա նաև եւ այստեղ այդ խմբերով գործելը, այսինքն խոսք է գնում հարգելիներ փաստացի լայնածավալ, մեծագույն այսպիսի զինված ուժերի հնարավորությունների մասին, այսինքն փաստացի խոսք կարող է գնալ հազարավոր եւ տասնյակ հազարավոր ԱԹՍ-ների մասին։ Այսինքն զորք են թուրքերը ձևավորում ոչ թե մարդկանց, այլ դրոնների, ԱԹՍ-ների եւ ռոբոտների կարելի է ինչ-որ առումով ասել, որը կարող է ավտոնոմ գործել եւ ես կարծում եմ, որ այդ առումով մենք շատ լուրջ նաեւ Հայաստանի համար դասեր պետք է քաղենք։ Տեսեք, եթե K2-ի մասին ենք խոսում, ծանր կամիկադզե ԱԹՍ-ի մասին, բավականին դա այսպես հետաքրքիր է, որտեվ ծանր կամիկադզե 2000 կիլոմետր կարող է հարվածել, հարգելիներ, 2000 կիլոմետր։ Հիմա ես նաև ձեզ իհարկե կասեմ կոնկրետ Թուրքիայից մինչև նաև Իսրայելի տարածք մոտավորապես ինչ հատված է, եթե համարենք խոսքին եթե հաշվարկենք նկատի ունեմ, որ պատկերացնենք այդ 2000 կիլոմետրը մոտավորապես միջև ուր կարող է հասնել, ապա Թուրքիայի տարածքից հարգելիներ միջև Իսրայելի տարածք 400, 500, 600 կիլոմետր է ընդհանուր առումով։ Կա տարածքներ Թուրքիայից լավ 700 կիլոմետր կարող ենք համարել։ Իսկ սա հարվածում է 2000։ Դե Հայաստանի մասին խոսք չի գնում։ Շատ լավ հասկանում եք, որովհետև մենք սահման ունենք։ Այսինքն Թուրքիայից 2000 կիլոմետրը փաստացի միջև Աֆղանստան կարա հարվածներ հասցնի, 2000 կիլոմետրը միջև Միացյալ Արաբական Էմիրություններ կարող է հարվածներ հասցնի։ Նույնիսկ փաստացի միջև Մոսկվա Թուրքիայի տարածքից 2000 կիլոմետր է, այսինքն նույնիսկ միջև Մոսկվա կարող է հարվածներ հասցնի, ինչպես նաև Թուրքիայի տարածքից Եվրոպայի առումով միջև Գերմանիա, հարգելիներ։ Ինչ մեծ եւ հզոր միջոցի մասն ենք խոսում։ 800 կիլոգրամ քաշ ունի, որից պայթեցիկ այդ հատվածը 200 կիլոգրամ է մարտագլխիկը իր։ Եվ մենք տեսնում ենք, որ հետաքրքիր է, որ K2-ը դա արդեն հիբրիդային համակարգ է, որը մի կողմից մոտ է իրանական շահիդին, բայց իրանական շահիդը շատ թեթև է իրականում եւ շատ քիչ կարա վնաս հասցնել, մյուս կողմից մոտ է Բայրակտար TB2-ին։ Բայց շատ ավելի խելացի է, քան շահիդը, որը արհեստական բանականություն չունի իր մեջ, ֆիզիկական զենք է, մյուս կողմից շատ ավելի հեռու է կրակում եւ շատ ավելի ուրեմն լուրջ է իր պայթուցիկ հնարավորությունը եւ շատ ավելի հզոր է այդ առումով։ Նաև մենք տեսնում ենք, որ կա հատուկ նաև Սիվրիսինեկ, այդպես կոչված ուրեմն զորք, որը փաստացի ինչ որ առումով եթե թարգմանենք մոծակ կարելի է թարգմանել, հարգելի հայրենակիցներ, այսինքն իրանք ներկայացրել են հիմա այդ նաև մոծակի ձևաչափը, որը շատ փոքր է իրականում, բայց այո, կարող է իր նաև լուրջ հարվածները, լուրջ գործողություններ մի խոսքով անցկացնի։ Եվ մենք տեսնում ենք, որ իհարկե այդպիսի նաև ձևաչափերի դեմ խոսքին երբ
կոնկրետ խոսում ենք տարբեր այդ ԱԹՍ-ների մասին, հա, պետք է հասկանանք, որ վտանգը այդպիսի ԱԹՍ-ներից, այդ թվում կոնկրետ, երբ խոսում ենք այդ մոծակ ձևաչափի ԱԹՍ-ից, որը պայթում է, եւ բավական էժան է եւ իր դեմ հակաօդային պաշտպանության համակարգը գործելու առումով լուրջ խնդիր կարող է ձևավորել։ Եթե առաջ մեկ ինքնաթիռն էր հարց լուծում, ապա հիմա 100 ԱԹՍ-ն կարող է լուծել այդ հարցը, այդ թվում, երբ այդ ԱԹՍ-ները ուրեմն շատ էժան են եւ շատ դժվար է խոցել այդ ԱԹՍ-ները, բացի լազերային հակաօդային պաշտպանության համակարգից, ինչը շատ կարևոր է։ Իսրայելը, հենց դրա մասն եմ խոսում, եւ հիմա կվերադառնանք իհարկե մեր ամենակարևոր գլխավոր թեմային, բայց Իսրայելը նախապատրաստվում է իրականում այդպիսի պատերազմի համար։ Լազերային հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են ապահովել անվտանգությունը այսպիսի ԱԹՍ-ների համակարգի ուղղությամբ։ Սա իրականում նշանակում է, որ Թուրքիան անցնում է լրիվ ուրիշ ռազմական գործողությունների բնույթին, լրիվ ուրիշ։ Նույնիսկ ինչ որ միտեղ, տեսեք ուշադիր հիմա ինչ եմ ասում, ինչ որ միտեղ Թուրքիան Միացյալ Նահանգներից եւ Չինաստանից առաջ է գնացել ԱԹՍ-ների արտադրության ոլորտում։ Ամբողջ իր ներուժը կոնցենտրացրել է ԱԹՍ-ների ոլորտում, հարգելիներ։ Հաշվի առնելով դա, վտանգները շատ լուրջ են։ Թուրքիայի պետության հետ այսօր գերտերությունները չեն կարող կատակ անել, այսինքն չեն կարող անլուրջ իրանց պահել։ Այդքան լուրջ է Թուրքիայի զինված ուժերի հնարավորությունները հիմա։ Ուստի մենք բոլոր մեր որոշումներում, բոլոր մեր աշխարհաքաղաքական օրակարգում, մեր գնահատականներում եւ նաեւ իմ գնահատականները այդտեղից են գալի։ Ես երբեք առանձին ներքաղաքական օրակարգ չեմ ներկայացնում ձեզ բաժան արտաքին քաղաքական բաղադրիչից։ Եվ ես չեմ ողջունում եւ քննադատում եմ նույնիսկ այն քաղաքական գործիչներին, որոնք հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տարածաշրջանային վտանգները, զարգացումները եւ ուղղակի ներսում տարբեր հարցեր են բարձրացնում պոպուլիստական։ Ի վերջո, ես հենց դա էի քննադատում եւ երեք Հայաստանում այրեցին այս Թուրքիայի դրոշը։ Եվ մենք պետք է ուշադիր լինենք, որովհետեւ հիմա այս հնարավորությունները, ինչ Թուրքիան ունի, փաստացի հնարավորություն է Թուրքիային տալի, որ բոլոր իր հարևանների դեմ շատ էֆեկտիվ պատերազմ վարի, հարգելիներ, շատ էֆեկտիվ։ Եվ միակը գուցե, ով կարող է իրականում պաշտպանվել Թուրքիայից, դա կամ Իսրայելն է իր միջուկային զենքով եւ լազերային հակաօդային պաշտպանության շնորհիվ, կամ որևէ ուրիշ միջուկային զենք ունեցող պետություն, որից ուղղակի Թուրքիան նախորոք չի ուզենա պատերազմի մեջ մտնել։ Ընդ որում Թուրքիան նաև Պակիստանի հետ իր ջանքերն է ուղղում, որ գուցե Պակիստանից ինչ որ զենքերի միջոցներ ստանա կամ նույնիսկ միջուկային զենքի ուղղությամբ քայլեր լինեն։ Շատ կարևոր է։ Հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան տարբեր օրենսդրության միջոցով պատրաստել է պետությունը փաստացի ռազմական գործողությունների համար, պատրաստել է ապաստարաններ, պատրաստել է ռեզերվիստներ, պատրաստել է բռնապետական մեկանձնյա կառավարման համակարգ, պատրաստել է կոնկրետ հակաօդային պաշտպանության համակարգներ, պատրաստել է հրթիռներ, շատ լուրջ, եւ պատրաստել է ԱԹՍ-ներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել, այդ թվում Իսրայելի պետության համար։ Բացի դրանից, մենք տեսնում ենք վերջի տարիների ընթացքում շատ լուրջ Թուրքիայի իսլամիզացում քաղաքականության մեջ, իսլամիստական օրակարգը վերադարձել է Թուրքիայի քաղաքականություն, զուգահեռ դրա մենք տեսնում ենք ձեր հետ միասին, եւ դա շատ կարեւոր է, Համասի ուղղությամբ, հարգելի հայրենակիցներ, գործունեություն, եւ Համասի աջակցությունը նաեւ շատ լուրջ դեր է զբաղեցնում, եւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան, չնայած նրա, որ փորձում են ընդգծել Թուրքիայում իր սեր քաղաքականությունը, տեսնում ենք, որ վերջի ժամանակահատվածում իրականում Թուրքիան լրիվ ուրիշ օրակարգ ունի եւ պոտենցիալ այստեղ մի քանի սցենար կա։ Թուրքիան մնում է ուրեմն իհարկե ՆԱՏՕ-ի անդամ եւ դա զսպում է ինչ որ առումով իրադարձությունները, Միացյալ Նահանգները իր դերը ունեն իհարկե, բայց մենք օրերս ստացանք նաև հետաքրքիր տեղեկատվություն, որ Սիրիայի կենտրոնում, Պալմիրայում թուրքերը պատրաստվում են ուրեմն ստեղծել ռազմակայան օդային ուժերի համար։ Իրականում դա շատ կարևոր տեղեկատվություն է եւ ի վերջո
կհիշեք դուք հարգելի այնակիցներ, որ ես դրա մասին խոսում էի, շատ դեմ էին հրեաները եւ հարվածներ էին հասցնում հենց այդ Պալմիրայի եւ կենտրոնական Սիրիայի հատվածում այն նպատակով, որ կարողանային թուրքերին ստիպել, որ այդտեղ ռազմական չձևավորեին։ Չնայած դրա թուրքերը որոշել են այդպիսի ռազմական հիմա ձևավորեն, ես ենթադրում եմ նոր կարող է հարվածներ լինի այդ ուղղությամբ Իսրայելից, այսինքն կարող է թույլ չտան Իսրայելը։ Դա նշանակում է, որ առաջ 1 տարի առաջ էր մոտավորապես մենք քննարկել ենք դա ձեր հետ միասին ալիքում, ուրեմն Ադրբեջանը միջամտեց եւ դարավ միջնորդ կողմերի միջև։ Բայց մենք ձեր հետ միասին գիտենք, որ վերջերս Ադրբեջանը դուրս է եկել այդ միջնորդական դերից եւ այլևս այդ միջնորդական դերը չունի։ Ուստի որևէ այդպիսի առճակատում Սիրիայի տարածքում, որը կարելի ասել սպասվում է, փաստացի որևէ մեկը կարող է բացի Ամերիկայից չկարողանա այդ գործընթացները կանգնեցնել։ Բացի դրանից պետք է ասել, որ վերջի ժամանակահատվածում թուրքական մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, որ Էրդողանը հայտարարել է, որ կարող ենք մտնել Իսրայել։ Հետո պարզվեց, որ դա 1 տարի առաջ արված հայտարարություններ են, բայց հիմա նոր են տարածվել նորից։ Բացի դրանից Թուրքիայի ներքին գործերի նախարարը եւ փոխ նախագահը Թուրքիայի իշխող կուսակցության Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ իրան գուցե կես միլիոն զոհ տան, բայց գրավեն Իսրայելը եւ ազատագրեն Երուսաղեմը։ Ուստի պատկերացրեք մենք ինչպիսի հանրության հետ գործ ունենք, կես միլիոն զոհ, Իսրայել գրավել, ազատագրել եւ այլն, այսինքն իսլամական օրակարգով, Ղազայի թեմայով մենք ունենք գործ շատ վտանգավոր պետության հետ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր Թուրքիան գուցե աշխարհի ամենավտանգավոր պետություններից մեկն է դառել եւ հայ ազգը իրավունք չունի շարժվի էմոցիաների մակարդակով այստեղ, համարելով, որ մենք մի կողմից կարող ենք մեզ թույլ տալ անպատասխանատվու ինչ-որ քաղաքականություն եւ հետո դրա հետևանքների հետ չառնչվենք։ Շատ կարեւոր է։ Սա լրջագույն խնդիր եւ վտանգ է, հարգելիներ, եւ մենք պետք է դա հաշվի առնենք։ Այսինքն իրավիճակը։ Բացի դրանից պետք է ասել, որ մենք իհարկե ձեր հետ միասին ակտիվորեն հետևելու ենք տարբեր զարգացումներին, փոփոխություններին թուրքական օրենսդրությունում կամ ռազմական հնարավորություններում։ Ես սա այդ թվում արեցի այս վերլուծությունը, որովհետև 3 այդ նոր ԱԹՍ-ներն են ներկայացրել թուրքերը։ Պետք է նաև ակտիվ հետևել Սիրիայում այդ ռազմակայանի ձևավորման օրակարգին եւ թե ինչպես կզարգանա այդ ամենը։ Հիշում ենք, որ Կիպրոսում թուրքերը տեղակայել են 3 անգամ ավելի շատ զորք եւ Կիպրոսում հատուկ ռադարներ են տեղակայել, որոնք վերահսկում են նաև Իսրայելի օդը։ Ուստի մենք կարող ենք այստեղից ասել, հարգելի ընկերներ, որ շատ լուրջ վտանգներ կարող են լինել եւ պետք է ակտիվորեն հետևել այս զարգացումներին։ Այսինքն Թուրքիան ակտիվ գործում է արևելյան միջերկրական ծովում։ Մենք տեսնում ենք Թուրքիայի նաև այդ ԱԹՍ-ների առումով տարբեր հնարավորություններ, միջոցներ ստեղծելը, որ կարողանան կիրառեն այդտեղ։ Թուրքիան բաց չի պատրաստվում պատերազմի համար, բայց Թուրքիան թաքուն պատրաստվում է պատերազմի համար եւ ամեն ինչ է անում նրա համար, որ պատրաստ լինի այդպիսի պատերազմական գործողությունների համար։ Սա վերաբերվում է նրան, որ Թուրքիան երկրորդ բանակն է ՆԱՏՕ-ում։ Սա վերաբերվում է նրան, որ թուրքական զինված ուժերի ծախսերը 15 միլիարդից 2010 թվականին աճել է մինչև 25 միլիարդ 2024-ի։ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է տարբեր ձևաչափի ԱԹՍ-ներ, Թուրքիան իր սեփական տանկերն է Ալթայ արտադրում, Թուրքիան նաև տարբեր հրթիռային համակարգներ է արտադրում, Թուրքիան իր սեփական հակաօդային պաշտպանության համակարգներն է արտադրում։ Թուրքիան ակտիվորեն աշխատում է Կաթարի հետ, Պակիստանի հետ, մուսուլման եղբայրների օրակարգով, ընդլայնում է իր ազդեցությունը Սիրիայում, Լիվիայում, Սոմալիում, Կովկասի տարածաշրջանում, այդ թվում Ադրբեջանում։ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Ղազայի թեմայում, հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին, մեղադրում է Իսրայելի հետ, սպառնալիքներ է հնչեցնում։ Թուրքիան սրել է իր հարաբերությունները Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Եվ մենք զուգահեռ դրա տեսնում ենք, որ Թուրքիայում աճում է հակաարևմտյան, հակաիսրայելական հռետորաբանությունը, իսլամիստական տրամաբանությունը շատ ակտիվ է տարածվում Թուրքիայում։ Թուրքիան ձևավորել է կիբեր զորքեր,
որ այդ ոլորտում էլ ակտիվորեն գործի, եւ Թուրքիան նաև փորձում է Սիրիան պլացդարմ դարձնել իր ապագա ուրեմն օրակարգի եւ գործընթացների համար, հենց բանի դեմ, Իսրայելի դեմ, եւ պետք է ասել, որ վտանգը, սպառնալիքը իրական հակամարտության այս պետությունների միջև շատ բարձր է, բայց մենք անկեղծ ասած ես սա նաև անում եմ իհարկե Հայաստանի հետ կապված այս վերլուծությունը։ Հայաստանը առաջինը պետք է քաղաքական դասեր քաղի եւ ճիշտ որոշումներ կայացնի, եւ ես փորձում եմ ներքաղաքական իմ օրակարգում հարգելի հայրենակիցներ սպասարկեմ այդ մեր ընդհանուր օրակարգը եւ աջակցեմ այդ ընդհանուր օրակարգին եւ նաեւ առաջ տանենք այդ օրակարգը, որ ճիշտ քաղաքականություն վարենք, որովհետեւ սպառնալիքները շատ լուրջ են եւ նաեւ արտաքին քաղաքական եւ արտաքին քաղաքականի առումով անվտանգայինն է շատ կարեւոր, մենք պետք է պատրաստվենք ուրեմն անվտանգության համար եւ ասեմ ձեզ, որ փաստացի մեզ պետք է հետաքրքրի, ես ուղիղ եմ դա ասում, մեզ պետք է հետաքրքրի իսրայելական լազերային հակաօդային պաշտպանության համակարգները կամ նաեւ եթե ոչ իսրայելական, ապա գուցե ամերիկյան, որը դեռ չկա, բայց Ամերիկան էլ հաստատ կստեղծի հատկապես Իսրայելի հետ միասին։ Հնդկաստանն էլ կստեղծի, բայց կարծում եմ Հնդկաստանը տեխնոլոգիական առումով մեկա հետ է ընկած։ Մեզ պետք է այդպիսի օրակարգ, այսինքն K2 այս ԱԹՍ-ների դեմ, ուրիշ այս ԱԹՍ-ների, մոծակ ձևաչափի ԱԹՍ-ների դեմ Հայաստանը պաշտպանելու նպատակով, այդ թվում այդ զենքերը շուտով Ադրբեջանը կունենա, հարգելիներ, շուտով։ Դա փաստ է, երբ խոսում ենք Թուրքիայի մասին, հասկանում ենք, որ բոլոր զենքերը Ադրբեջանը էլ կունենա։ Ընդ որում, Ադրբեջանը կարող է արտադրել այդ զենքերը։ Եվ Ադրբեջանը խելացի է, ուզում է նաև իսրայելական ամենալավ միջոցներն էլ ունենա։ Ուստի մենք պետք է Իսրայելի հետ հարաբերությունները շատ ակտիվ զարգացնենք, բարելավենք, պետք է արևմուտքի հետ նաև աշխատենք, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, որ կարողանանք այնպիսի հոբ համակարգներ ձևավորենք, որ այս ԱԹՍ-ները մեր համար սպառնալիք չլինի, որովհետև նույնիսկ մեր ճիշտ քաղաքականության դեպքում Թուրքիայից սպառնալիքներ կան։ Իսկ հիմա պատկերացրեք սխալ քաղաքականության դեպքում, պատկերացրեք այդ դրոշ այրողների պոպուլիստական վտանգավոր օրակարգի դեպքում, իհարկե դրա մասին խոսք էլ չի գնում։ Իրանք պատասխանատվություն չեն կրում։ Իրանք չեն հաշվարկում, որ եթե վաղը մենք Թուրքիայի հետ պատերազմի մեջ հայտնվենք, ինչ սարսափելի իրավիճակ կարող է ստեղծվել։ Նույնիսկ չեմ ուզում ավելի խորանալ, բայց ակնհայտ է ձեր համար։ Եվ խնդիրը նրանում է, որ այսօրվա Թուրքիան, որը պատրաստ է գնալ Իսրայելի դեմ, հաստատ պատրաստ է գնալ Հայաստանի դեմ։ Մեր էմոցիաները զսպենք, հավասարակշռված, հայանպաստ, ճիշտ վերլուծություն եւ քաղաքականություն ուստի այստեղից վարենք։ Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, հորդորում եմ, ով ցանկություն ունի դառնա ալիքի բաժանորդագրված անդամ, այսինքն մեկնաբանությունում կլինի անդամակցեք ալիքին, հատկապես Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները, դուք դրանով կարող եք ձեր ներդրումը ունենալ, ամեն մեկը ձեր փոքր ներդրումը, բայց ընդհանուր առումով դա լուրջ կարող է օգնել ալիքի զարգացմանը եւ ոչ միայն ալիքի, այլ առհասարակ ալիքների, որովհետեւ այս պայդությամբ ես արդեն ակտիվորեն ձևավորել եմ վրացալեզու ալիք, ռուսալեզու ալիք եւ նաեւ անգլերեն ալիքն եմ զարգացնում, այսինքն մի ամբողջ այսպիսի վերլուծական դաշտ ենք ձևավորում ձեր հետ միասին եւ ուստի ձեր աջակցությունը շատ օգտակար է։ Շնորհակալ եմ բոլորիդ, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։